Ողջունում եմ քեզ մի անգամ էլ, ոնց ներկայացրեցին Լևոնն եմ, ես ծառայում եմ Մոսկվայի կյանքի խոսք եկեղեցում, ունեմ ընտանիք, ամուսնացած եմ, ունեմ 4 երեխա, որի համար փառք Տիրոջը։ Դավիթ թագավորը իր սաղմոսներից մեկի մեջ ասում է 103 սաղմոսն է, այսպես է սկսում. Օրհնիր Տիրոջ նովիմանց։ Եվ իմ ամբողջ ներսը նրա սուրբ անունը։ Մի ուրիշ տեղ ասում է, որ այսօրն է նորա, որ Աստված ստեղծեց։ Դրա համար ժողովուրդ, եթե մենք այսօրվա մեջ կանք, դա Աստծո շնորհքն է։ Եթե այսօր այստեղ նստած ենք, դա Աստծո շնորհքն է։ Եթե մեր կյանքում ինչ որ բարի բան ունենք, դա Աստծո շնորհքն է։ Եթե մեր սրտում մի բարության մասնիկ կա, դա Աստծո շնորհքն է։ Ես միշտ զարմացել եմ Դավիթ թագավորի վրա, որ Աստված չնայեց իր այդ ամբողջ պահվածքին, որ գիրքը կարդում ես, մտածում ես հետաքրքիր է։ Ինչ ասես արեց, բայց Աստված ոչ աջ ոստաղ ասեց իմ սրտի պես մարդ է։ Ու մտածում եմ, ոնց պիտի լինես, որ Աստծո սրտի պես մարդ լինես։ Այսօր մենք առօրյայում, երբ որ զարթնում ենք, արթնանում ենք, քայլում ենք, շփվում ենք մարդկանց հետ, տարբեր իրավիճակներ կան մեր կյանքում, տարբեր ուրեմն հանգամանքների մեջ ենք ընկնում, տարբեր տեսակի մարդկանց հետ ենք շփվում, կլինեն աշխատանքի մեջ, ընտանիքի մեջ, չգիտեմ, ամեն տեղ։ Ու գալիս են իրավիճակներ, երբեմն դու չես էլ սպասում այդ իրավիճակին, կամ պատրաստ չես այդ իրավիճակին։ Ու չգիտես ոնց պահես քեզ, ու գիտես ոնց, գալիս է միտեղ բարկություն, գալիս է միտեղ ջղայնություն, միտեղ չես կարող քեզ կառավարես, տղաները ինձ կհասկանան, մի ժամանակ, որտեղ ես մեծացել եմ, այդտեղ որտեղ կռիվ էին տենում, շորերը ջղում ընկնում էին այդ կռվի մեջ, անկախ նրանից իրանք կապ ունեն, թե կապ չունեն դրա հետ։ Ոնց անես, հա, հարց առաջանում, ոնց անես, որ չբարկանաս, ոնց անես, որ այդ նյարդերը չխառնվի իրար, ոնց անես, որ խաղաղության մեջ մնաս, ոնց անես, որ բարի լինես։ Չէ՞ որ այս աշխարհում ոնց նայում ես, չարությունը գերակ շռում է։ Ավելի շատ չարությունն է, ավելի հեշտ չարությունն է, ավելի հեշտ վատ բանն անելը, քան թե բարի անելը։ Բարին միշտ դժվար է, չարը միշտ հեշտ է։ Ոնց անես, որ մաքուր պահես սիրտդ, ոնց անես, որ Աստծուն հաճելի սիրտ ունենաս։ Ոնց անես, որ այդ ներսիդ խաղաղությունը մնա չկորի, որտեղ ոնց է, եթե հանգիստ քո համար խաղաղ գալիս ես, մեկ էլ մի հատ կարճ իրավիճակ, всё, գնաց խաղաղությունը։ Ու այդ խաղաղությունը, որ գնաց, արդեն մտքերդ էլ է անկանոն, մտքերդ էլ է անկարգ, չես կարող կառավարես մտքերդ։ Հա, հենց էլ վերնագրել եմ, բա ինչ անեմ։ Այսօրվա խոսքս, բա ինչ անեմ։ Որ չբարկանամ, հա։ Ինչ անենք, մի քանի օրինակ կնայենք։ Աստվածաշնչից եմ առանձնացրել երկու պատմություն, թե ինչ կատարվեց, երբ որ մարդիկ տեղ տվեցին բարկությանը, եւ մի տեղ եմ առանձնացրել, թե ինչ կատարվեց, երբ որ մարդ կարար ուղակի դուրս գար Աստծո դեմ մաստուն մեղադրելով, որ թեխի էս իրավիճակը բերեցիր իմ կյանք, ինքդ էս բան չարեց, ու ինչ եղավ։ Մի կարճ պատմություն իմ կյանքից կպատմեմ, այսպես կհասկանանք ինչ անենք, որ մեր խաղաղությունը պահենք, հա։ Հովհաննես Թումանյանը իր գրածներից մեկի մեջ ասում է ամեն ինչի մաքուրն է լավ, ու հետո թվարկում է։ Հոգու, սրտի, մտքի, խղճի ու լեզվի։ Սրանք այն բաներն են, որ քո սիրտը կարում են կարգավորեն ու պահեն այն տեսակ, որ դու որ կթողես այդպես լինի, հա։ Ասում է հոգու, սրտի, մտքի ու լեզվի։ Մի քիչ ուշ կկարդանք Հիսուսը իր խոսքերի մեջ կասի. մարդ իր սրտից ինչ որ կա, այդ կարա տա։ Ուրիշ բան չես կարա տաս։ Ինչ որ քո ներսն է, դու այդ կարաս դուրս հանես։ Դրա համար եկեք սկսենք ծննդոցից, որտեվ ես միշտ երբ որ մի խնդրի մասին խոսում եմ, գնում եմ արմատն է, առաջի սկիզբը, հա, սկզբնաղբյուր եմ գնում։ Գնանք ծննդոց գիրք 4-րդ գլխից կկարդանք։ Արդեն ադամական մեղքը մտել է մարդու կյանք, իր որդիների մասին ենք կարդալու։ Ծննդոց 4-րդ գլուխ 3-ից 5 խոսքերը կկարդամ։ Օրերը անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը, Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից եւ դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին
եւ նրա անձային, բայց Կայենի եւ նրա անձային չնայեց։ Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Տեսեք, շատ բարկացավ։ Երկու եղբայր, Աստծուն ճանաչող, զոհ մատուցող։ Եթե մեր ժամանակների հետ համեմատենք, եկեղեցի հաճախող, կարանք ասենք ծառայող, զոհ են մատուցում Աստծուն։ Երկուսն էլ այնպես չի աշխարհում են, երկուսն էլ այնպես չի, չգիտեմ, մեղքերի մեջ են եւ այլ, հա։ Ունեն ժառանգած ադամական ինչ-որ սխալ բաներ, բայց Աստծո հետ կապի մեջ են։ Ու զոհ են մատուցում Աստծուն։ Հիմա մեկին Աստված նայում է, մեկին գրածա որ չնայեց։ Հիմա գրված է որ Կայենը բարկացավ։ Այսօր քո իրավիճակում, իմ իրավիճակում, կարան դրսում, ներսում, տան մեջ, հա, իրավիճակներ կան, որ դու կարաս բարկանաս։ Թեխի սենց եղավ, թեխին հենց եղավ։ Իմ համար ես մի հատ պայման եմ դրել, ես միշտ չեմ նայում ուրիշին։ Այսինքն ինչ ունեցավ ուրիշը, խի ունեցավ ուրիշը, խի չունեցավ ուրիշը, խի ես չունեցա կամ սենց, հա, դες բաներ չեմ անում։ Էդի հենց առաջին խնդիրն է, տեսեք, նայեց աղբորը։ Ոչ թե նայեց իր իրավիճակներին, ոչ թե նայեց իր խնդիրներին, չմտածեց խի սենց եղավ, հələ կայնի միգուցե պատճառը իմ մեջ է, միգուցե խնդիրը իմ սրտի մեջ է, որ ես չեմ ուրախանում իմ աղբոր հաջողության վրա ու հələ մի բան էլ բարկանում եմ։ Տեսեք ինքը դրան չնայեց ու հեսա որ կարդանք կտեսնեք ինչքան հետևանքներ բերեց հենց իր կյանքում ու վերջում էլ դուրս եկավ Աստծո դեմ իր խոսքերով։ Տեսեք բարկությունը ինչ արմատներ տարածեց իր սրտի մեջ։ Ինչ կարարաներ ու ինչ չարեց, հա։ Գրած է եւ շատ բարկացավ։ Երկու եղբայր, բերեք անունը դնենք քրիստոնյա եղբայրներ։ Եկեղեցում։ Մեկը նայեց մյուսի հաջողությանը, նախանձեց, բարկացավ։ Ծառայության մեջ նայեց ծառայության հաջողությանը, նախանձեց, բարկացավ։ Ինչ կբերի իմ ու քո կյանք, թե բարկությունը, թե նախանձը։ Տեսեք, սկզբից բարկացավ, հետո նախանձեց, հետո դուրս եկավ Աստծո դեմ։ Ինչա տալիս ինձ ու քեզ։ Կարանք մենք հիմի մտածենք, հա, ինչ կտա։ Օրինակ, որ բարկանամ, ինչ կբերի իմ կյանք ինքը։ Իսկ որ բարի լինեմ, ինչ կբերի իմ կյանք ինքը։ Շարունակությունում ծննդոց արդեն 6-րդից կկարդամ, տեսեք, Աստված միշտ իր բարության, իր ողորմության համեմատ գալիս է ընդառաջ մարդուն։ Տերը Կայենին ասեց. ինչու ես բարկացել։ Հաջորդ հարցը եւ տանում ասում, եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ որ եթե բարի անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դրանդ մոտ պարկած է եւ նա քեզ է ցանկանում, բայց դու իշխիր նրա վրա։ Տեսեք ինչ ասում, ասում է մտածի, ինչի համար ես բարկացել։ Մի հատ խորհի բարկությանը իմաստը ո՞րն է։ Եղբորդ որ լավ բան է եղել, դրա համար ես բարկացել։ Մի հատ սիրտդ նայ, ինչ կա սրտիդ ներսում, ինչի բարկությանդ արմատը, բարկությանդ իմաստը ո՞րն է, հա։ Հնարավորություն է տալիս շտկվելու, տեսեք։ Ուզում եմ որ հետը խոսա, բացվի, հա, ապաշխարի, բայց չէ, այդպես բան չի լինում, եթե մենք հեսա հետո կարդանք, հա։ Բայց Աստված շարունակում ասում, ինչ ես բարկացել, նպատակը ո՞րն է։ Հետո ասում է, եթե բարի լինես, երեսդ բարձր կլինի։ Հետո իշխանության մասին է հիշեցնում իրա, ասում է իշխիր, դու իրավունք ունես իշխելու մեղքի չարության վրա, մի թող դրանա դեմը պարկած է։ Այսօր աշխարհում մենք որ դուրս ենք գալիս, մեղքը միշտ սպասում է մարդու։ Երբ ձեռքով կբարևի, երբ իր համաձայնությունը կտա։ Ու այդ մեղքը գիտեք ոնց ինքը շատ դաժան տեսք չունի։ Ինքը շատ սիրուն է գալի, որ դու սկի չմտածես որ դա կարա մեղք լինի։ Որ համաձայնվես, ուղղակի քո համաձայնությունը տաս, ուրիշ բան պետք չի։ Թե Աստծուն է պետք մեզանից որոշում, որ մենք քայլենք բարության մեջ, թե չարին է պետք մեզանից որոշում, որ մենք քայլենք դեպի չարը, դեպի նախանձը, դեպի ատելությունը։ Ու այդ քայլից հետո գալիս են հետևանքներ։ Եթե բարին ես քայլանում, բարի հետևանքներ, եթե չարն ես քայլանում, չար հետևանքներ։ Աստծո խոսքն ասում է՝ մի խաբվեք, Աստված չի ծաղրի։ Ով ինչ ցանի, այն էլ կհանձի։
Չէ, տեսեք, ինչ հնարավորություն տվեց Կայենին։ Ասում մտածի ես բարկացել, իմաստը ո՞րն է քո բարկության։ 3 հնարավորություն, 3 հարց տվեց, հա։ Ինչ է տալիս մեզ մեր բարկությունը։ Երբ որ զգացինք, որ մի բան այն չի ու մենք մեր սրտի մեջ ընկավ մի իրավիճակ, եթե մենք դրա հարցերը չլուծենք, ինքը արմատավորվում է։ Ինքը խորանում է մեր սրտի մեջ, ինքը տարածվում է ու այդ բարկությունը վերածվում է նախանձ, ատելություն, այդ ատելությունը իր այդ կարաբերի թե հիվանդություն, թե անախորժություններ ընտանիքում, թե հարևանների, թե բարեկամների հետ, ու կարա քեզ առանձնացնի տանի դեպի կործանման։ Հենց նպատակը դա է։ Մի բան կարամ ասեմ, երբեք Աստծուն քո իրավիճակների մեջ չմեղադրես։ Երբեք։ Տեսեք ինչ անում Կայենը։ Ես կկարդամ 13-րդ խոսքը։ Կայենը ասեց Տիրոջը. Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։ Մեղադրում Աստծուն, որ ճիշտ դատաստան չի արել։ Ասում է իմ պատիժը, որ տվել ես ինձ, ավելի է։ Դու ճիշտ չվարվեցիր իմ հետ։ Անկարելի ասում է տանել, տեսեք, Աստծուն մեղադրում է։ Մինչև այդ մի քիչ վերև մի խոսքում 9-րդ խոսքում ասում է, երբ որ Տերը հարցնում է, Տերն ասեց Կայենին. «Ուր է քո եղբայրը»։ Նորից հնարավորություն։ Նա պատասխանեց. «Չգիտեմ, միթե եղբորս պահապանն է»։ Տեսեք, մարդ-Աստված հարաբերությունը մարդու պատասխանը իր արարչին։ Միթե եղբորս պահապանն է, բայց Աստծո նպատակը նա չէր, որ եղբայրը որ դեր, Աստծո նպատակը նա էր, որ ինքը խոսար, բացվեր Աստծո առաջ, դատարկեր իր սիրտը, որ Աստված ճիշտ ճանապարհի վրա դներ։ Ինչ արեց։ Բողոքեց Աստծուն, դժգոհեց Աստծուն։ Հաջորդ պատմությանը հասնենք։ Երկրորդ Թագավորաց 13-րդ գլուխ 21-ից 22-ը կկարդամ, բայց մինչև կարդամ մի փոքր պատմեմ պատմության մասին, Դավիթ թագավորի 2 որդիների մասին է։ Դավիթ թագավորը մի շատ սխալ մեղք գործեց, որի հետևանքով նաև այս ամեն ինչը մտավ իր կյանք։ Եվ հիմա եկել է ժամանակը հատուցելու եւ 2 որդիները գրված է 21-ից 22 խոսքերում եւ Դավիթ թագավորը 2 որդիները, այսինքն ներողություն պատմեմ, 2 որդիները մի տարբեր կանանցից, բայց մի հորից, մեկը մյուսի քրոջը տեսավ, ցանկացավ եւ հետո այնպես կազմակերպեց, որ բերեցին իր մոտ, տիրացավ այդ քրոջը եւ հետո դուրս շպրտեց, խայտարակ արեց։ Այն մի եղբայրը այս ամեն ինչը տեսնելով գրված է, որ ատում էր։ Հիմա կարդանք, հա։ Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները եւ շատ բարկացավ։ Եվ 22-րդ խոսքում գրված է, որ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լավ, որովհետեւ Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քուր Թամարին։ Տեսեք, նախ խնդիրը տեսնենք Դավիթի մեջ, հա, գրված է Դավիթը իմացավ, շատ բարկացավ ու վերջ։ Կարծես մեկը մեկի ոտներ տրորե։ Եվ հետո ասում է, որ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ոչ լավ, ոչ վատ, անտարբեր էր։ Հիմա կարանք հիշենք Աստծո մի ուրիշ խոսք, երբ որ ասում է, եթե խոսքով չես մեղանչում, կատարյալ մարդ ես, չէ։ Հիմա ինչ կատարյալ էր Ամնոնը։ Իհարկե ոչ։ Խոսքով չէր մեղանչում, ինքը գրված է, որ Ամնոնի հետ ոչ վատ, ոչ լավ, որովհետև Աբիսողոմին ատում էր Ամնոնն այն բանի համար, որ նրան բռնաբարել էր իր քուր Ամնոնին, այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քուր Թամարին։ Տեսեք, ոչ վատ էր խոսում, ոչ լավ էր խոսում, անտարբերություն էր, խոսքով չէր մեղանչում, բայց սրտի մեջ ատելություն էր։ Սրտի մեջ ինքը նախապատրաստում էր մի բան, որ պիտի սպանի աղբորը։ Եվ հետո որ կարդանք գրված է, որ այնպես կազմակերպեց, որ սպանեց աղբորը։ Տեսեք, խոսքով չմեղանչեց, բայց մենք գիտենք, որ Աստծո խոսքն ասում է, ով խոսքով չի մեղանչում, կատարյալ է։ Հիմա ո՞նց է, ինչ հակասում է, ոչ, Աստծո խոսքը չի հակասում իրար։ Ուղղակի մենք եթե վերցնենք միտեղ նայենք, հա, կընկնենք խաբեության մեջ, բայց չէ, մի հատ մենք ընդհանուր գիրքը պիտի հասկանանք ու նայենք, որտեղ ինչ պատմություն կա ու ինչ կա թաքնված, ինչն է հակասում, ինչը չի հակասում։ Հիմա տեսեք, ոչ վատ էր խոսում, ոչ լավ էր խոսում, բայց իր սրտի մեջ ծրագրում էր սպանություն։
Եվ հետո որ կարդանք գրված է, որ հենց այդպես էլ արեց։ Մատթեոս 15:18-20 կկարդամ։ Սակայն այն ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, եւ դա է մարդուն պղծում, որովհետեւ սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություն, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդուն պղծում։ Հիսուսին գալիս են փորձելու համար, ասում են, ինչի են աշակերտները անլվա ձեռքերով հաց ուտում, ասում է, այն ինչը որ բերանն է գնում, դուրս է գնում արտակնոցը, բերանից դուրս եկածն է մարդուն պղծում։ Հիմա տեսեք, ինքը բերանով մաքուր էր, եղբոր դեմ ինքը մաքուր էր, այսինքն խոսքով չէր մեղանչել, բայց սիրտն էր անմաքուր։ Չէ, հիմա ինչ կարար ինքը աներ, որ իր սիրտը մաքրվեր։ Կամ մենք ինչ կարանք անենք։ Հոբի գրքում ասում է, ով կարող է անմաքուր բանից մաքուր բան անել։ Ով կարա։ Հիմա որ մենք մտածենք, մարդկայինով անհնարին է, անմաքուրից մաքուր հանես, չէ՞։ Բայց Աստված կարա։ Մի անգամ մի հատ առակ պատմեմ։ Մի իմաստուն մարդ իր աշակերտների հետ անցնում է փողոցով։ Եվ այն մարդիկ, ովքեր որ չեն սիրում իրան, դիտմամբ իր դեմ սկսում են քննադատել, որ լսի ինքը, որ իրան քննադատում են։ Այս իմաստուն մարդը անցնում է այդ մարդկանց մոտով, բարևում է, ժպտում, առողջություն է մաղթում ու անցնում է։ Հիմա այս աշակերտները զարմանում են, ասում են, լսի, այդ մարդիկ քեզ քննադատում էին, քո մասին վատն էին խոսում։ Դու ինչի ժպտացիր, առողջություն մաղթեցիր։ Նպատակը ո՞րն էր։ Այդ իմաստուն աշակերտներն ասում են, լսեք, ես որ գնում եմ շուկա առևտուր անելու, իմ գրպանում ինչքան գումար կա, այդքանը կարամ ծախսեմ։ Ես ավել բան չեմ կարա տամ։ Նույնն էլ սիրտն է։ Եթե իմ սրտում չկա քննադատություն, չկա ատելություն, չկա բարկություն, չկա նախանձ, ես չեմ կարա այդպես բան տամ։ Ու հիմա հարց, լավ, ո՞նց մաքրենք մեր սիրտը։ Եկավ բարկություն, ո՞նց անենք, ո՞նց տիրապետենք այդ իրավիճակը։ Չէ՞, տեսեք Ամնոնը ինչ արեց։ Իր սրտի մեջ պահեց, աճացրեց, եւ հետո իրագործվեց։ Եթե Գանք առաքյալի թղթերի մեջ ասում է, մեղքը, երբ որ հղի անում է, ծնում է մահ։ Հիմա տեսեք, ինչ անենք։ Աստուխոսն ասում է, որ առակացի մեջ, ինչպես ջրի մեջ երեսը ցոլանում, ընենց էլ մարդը իր ներսում իրան գիտի, մարդը իր սրտի մեջ մարդա ցոլանում։ Մենք ամենքս գիտենք մեր սրտի եղածը, մեր ներսի եղածը։ Մենք գիտենք ինչպիսին ենք մենք ներսում։ Ու ինչ անենք։ Ոնց անենք, բա ինչ անենք, հա։ Երկու բան պիտի անենք։ Առաջինը, քո իրավիճակի մեջ փնտրի Հիսուսը։ Սաղմոս 105:4 խոսքը ասում է, փնտրեք Տիրոջը եւ նրա զորությունը, փնտրեք Տիրոջը ամեն ժամանակ։ Ինչ ուզում է լինի, ինչքան էլ դաժան ուզում է հետդ վարված լինեն, ուզում է տունը ձեռից հետ խլած լինեն։ Ես իմ կյանքում եղավ իրավիճակ, հանդիպեց հարազատ մարդկանց ձեռքից ուղակի տունը վերցրել էին։ Այդ մարդիկ կարային ուղակի ընկնեին խռովության, ատելության, դատարանների հետևից, չէ, կարային անեին։ Արդարացիա։ Այս մարդիկ որոշեցին, որ հանձնեն Աստծուն այդ իրավիճակը։ Կարային ընկնեին տարիներով ինչ-որ կռիվների ու դատերի մեջ։ Որոշեցին խաղաղ մնալ։ Տարբեր իրավիճակներ կարա լինի, գիտես, ուղղակի պատահական ընկնես կռվի մեջ, կորցնես խաղաղությունդ, մի արարք անես ու այդ արարքը իր հետևից բերի հետևանքներ։ Կարաս ուղղակի գնաս մտնես ներսից սենյակը, դուռդ փակես ու սիրտդ բացես Տիրոջ առաջ։ Ասես Տեր ջան,
Հիմա անգել եմ սենց իրավիճակի մեջ, էս էլ իմ սրտի իրավիճակն է։ Չեմ կարող հանեմ կամ չեմ կարող ուրեմն հաշտվեմ քրոջս կամ եղբորս հետ։ Խնդրում եմ դիր քո սերը, քո խաղաղությունը իմ սրտի մեջ հանի այդ ատելությունը։ Սիրելիս, ես ու դու մեր սիրտը չենք կարող մաքրենք։ Մեզանից կախված է գնալ Աստծո մոտ, մաքրել այդ սիրտը եւ մաքուր պահել։ Մաքրողն Աստված է։ Մի տատիկ իր թորնոհուն ճիշտ խորհուրդ տալու համար ասում է. Աստված մեր դեմքի վրա հետաքրքիր ձևով է դասավորել։ Տեսողական օրգանները, լսողական օրգանները, հա։ Տեսեք, սկզբից բերանն է ու մի հատ է ինքը։ Հետո մի քիչ վերև ականջներն են։ Հետո ականջներից վերև աչքերն են։ Հետո աչքերից վերև մեր ուղեղն է մտածելու, հա։ Հիմա ասում Աստված խի մի հատ բերան տվել։ Խի երկու հատ չի, հա։ Կամ ինչի երկու աչք մի հատ չի։ Ինչի երկու ականջ որ մի հատ չի, հա։ Ինչի է բերանից վերև ականջները, ինչի ականջներից վերև աչքերը։ Ինչի համար է։ Որ մինչև խոսալը լսես։ Մինչև լսելը նայես։ Եվ մինչև նայելը մտածես։ Արժի դու դա անես, թե չէ։ Հասկանում եք։ Փառք Հիսուսին։ Այտենց դու կպահես քո սիրտը։ Մաքրելը մեզանից չի, բայց դու կարաս պահես, այդ իշխանությունը տրված է քեզ։ Դու կարաս զսպես քո բերանը, դու կարաս փակես քո աչքերը, կարաս փակես ականջները։ Չես ուզում լսես փակի, թո ասեն գիժա, ինչ անենք։ Իմ համար կարևորը Աստված ինչ կասի։ Չես ուզում տեսնես փակի աչքերը, չես ուզում խոսաս մի խոսա, մի պատասխանի։ Դե ամոթ է, ամոթ չի։ Ես լիքը տեղեր համոզվել եմ, ինձ մի քիչ օգնել է էլի այդ առումով իմ բնավորության մեջ մի քիչ հանգիստ մարդ եմ, չխոսացողել եմ, չեք պատկերացնում ինչքան է օգնում։ Բայց որ ներսս էլ գալիս է մի հատ ջղայնություն, այդ եմ ասում Տեր Աստված, լավ չի վիճակս, ես եկել եմ։ Մի հատ պատմություն կպատմեմ իմ կյանքից։ Մի հատ իրավիճակի մեջ ենք, ժողովուրդ ջան, քարոզում էի մեկին, Աստված աշնչից բողոքեց, Աստծո խոսքից բողոքեց, ես լավ բան եմ անում, ինքն էլ վատ բան անում։ Այդ մարդուն էլ ճանաչում եմ։ Անցավ օրեր, այս մարդու հետ սկսեցին անհասկանալի բաներ կատարվել։ Շատ տարբեր, ոչ հաճելի, հա։ Ու ես զգում եմ, որ ես իմ սրտում ուրախանում եմ։ Ասում եմ, քեզի տեղն է։ Հա։ Այդպես 1-2, հետո շատացավ, զգացի, որ իրոքից գնալով բարթանում է իրավիճակը, նորմալ չի։ Մտնում եմ աղոթքի, աղոթքս աղոթք չի։ Հիմա ինչ է կարծում, Աստված ուզում է որ տենց լինի։ Ես խո Աստծո դատապաշտպանը չեմ։ Ես ընդհակառակը, ես իր համար աղոթեմ։ Ես սկսեցի իր համար աղոթել, զգում եմ, որ չեմ ուզում իր համար աղոթեմ։ Զոռով եմ իր համար աղոթում։ Հասկացա, որ ոչ մի բան էլ ես չեմ կարող անել։ Ու հենց որ մտնում էի աղոթքի, դուրս փակում էի, ասում էի ես եկել եմ։ Ես եկել եմ։ Շատ հաճախ բան չէի ասում, պրոստը երաժշտություն եմ ասում, նստում էի, ասում էի ես եկել եմ, մաքրի ինձ, խնդրում եմ։ Տեսեք, Աստծո խոսքն էի անում, գնացել էի այդ մարդուն քարոզում էի։ Ինչ արեցի, վատ բան արեցի, չէ։ Այդ մարդը հակառակ պատասխանեց, իմ մեջ բարկություն լցվեց, կամաց նկատեցի, որ էթալով վատ անում է, ու ես շատ հանգիստ էլ կարեի ասեի, դե գնա քեզի տեղն է։ Չէ՞։ Բայց չէ, սկսեցի խնդրել, ասի Տեր Աստված, չեմ կարող ես պայքարեմ, մաքրի ինձ։ Այդ նույն ձև քույր եղբայր հարաբերության մեջ խռովությունը, այդ նույն ձև ընտանիքում անհաշտությունը։ Գիտես ինչ, դու կարաս խաղաղություն տարածես, կարաս անախորժությունը աճեցնես։ Ինչ ենք անում ես ու դու։ Մեր ձեռն է, ժողովուրդ ջան։ Միակը ում դու պիտի փնտրես քո իրավիճակում դա Հիսուսն է, որտեղ սիրտը մաքրողը Հիսուսն է։ Աստված շատ հետաքրքիր է ժամանակվա մեջ սրտիս հետ խոսած մի տեղով։ Եթե հիշում եք, գրված է, որ Հովհաննեսի ավետարանից եմ ես կարծես, տարբեր տեղեր գրված է, որ Հիսուսը, որ երբ որ գնաց
ուրեմն տաճար պիտի մտներ, գրված է, որ մի խարազան շինեց ու մտավ տաճար, առևտրականներին, դրամափոխներին, բոլորին դուրս հանեց։ Հիմա բերեք պատկերացնենք, որ այդ տաճարը մեր սիրտն է։ Երբ որ դու Հիսուսին կանչում ես, ինքը այդ խարազանով գալիս է։ Ատելությունը, խռովությունը, ինչ որ անուն կարած դնես դու, չգիտեմ ինչով ես անցնում։ Ինքը այդ խարազանով դուրս է շպրտում։ Առևտուրը, նախանձը, միգուցե քո աշխատանքը, որ իր տեղն զբաղեցրել։ Ինքը դուրս է շպրտում, եթե դու տաս այդ համաձայնությունը, ինքը բռնապետ չի։ Ինքը առաջարկող Աստված է։ Քեզանից որոշումն է։ Բերեք հաջորդ խոսքը կարդանք, թե ինչ կարանք անենք, հա։ Ես այս թագավորին շատ եմ սիրում։ Գրված է, որ Դավիթից հետո ինքն էր, որ Տիրոջ առաջ մաքուր քայլեց։ 4-րդ թագավորաց 19-րդ գլխից 14 խոսքը կկարդամ, մինչև կարդալը մի փոքր պատմեմ, Եզեկիա թագավորի մասին է խոսքը, որպեսզի պատկերացնեք Ասորեստանի զորքը եկե գրավել է ամբողջ ուրեմն Իսրայելը ու ահաբեկել է իր դեսպաններով, որ սենց կանեմ քո հետ։ Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակներ են ուղարկե, ասում են, որ всё, վերջ, ոչ ձեր Աստվածը կփրկի քեզ, ոչ մի բան։ Ինչ անում Եզեկիան, տեսեք։ Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները, կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն եւ Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։ Տեսեք, թշնամին եկել է, ահաբեկում է, ասում է, որ հեսա կործանել եմ, քեզ Աստվածդ էլ չի փրկելու, ինչ արեց։ Ասում է, վերցրեց այդ նամակները, կարդաց, գնաց Տիրոջ տուն ու տարածեց Տիրոջ առաջ։ Հիմա եթե սատանան գալիս է քո կյանք, ահաբեկելու քեզ, մտքեր է բերում, կամ մարդկանց միջոցով հարձակումներ է, ինչ ես անում։ Եթե ուրիշ բան չգիտես, գրի թղթի վրա, արի Տիրոջ տուն, կամ մտի քո աղոթքի սենյակ, տարածի Տիրոջ առաջ, ասա իմ Աստված, էս են ահաբեկչական հարձակումները, որ եկել են իմ վրա, էս էլ ես։ Օգնի, որտեվ ես չեմ ուզում չարանամ, ես չեմ ուզում անախորժության մեջ մտնեմ, ես չեմ ուզում անխաղաղություն անող լինեմ, ես ուզում եմ խաղաղություն անող լինեմ։ Ես չեմ ուզում չարություն տարածեմ, ես ուզում եմ բարություն տարածեմ։ Ես չեմ ուզում իմ սիրտը կեղտոտեմ, ես ուզում եմ իմ սիրտը քո առաջ մաքուր պահեմ։ Տեսեք, ասում է գրված է, որ կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն եւ Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։ Գիտեք, չմեղադրեց ասուն, չասեց, «Էս խի մեզի չես պաշտպանում, էս թշնամին, որ եկել է, դու չես տենում»։ Էս ինչ ենք էս իրավիճակի մեջ ենք է, էլ բա ուր էիր դու, որ սենց եղավ, էլ բա խի սենց եղավ։ Տեսեք, գնաց Տիրոջ տուն։ Եվ տեսեք ինչա կատարվում հետո։ Արդեն 20-րդ խոսքը կկարդամ, 4-րդ թագավորաց։ Եվ Ամովսի որդի Եսայա մարդ ուղարկեց, սա մարգարեն է, մարդ ուղարկում Աստծուց պատասխան։ Մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ ասելով. այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, այն որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի։ Այդ նույնը մեզ է լսում։ Այնպես չի, որ այն ժամանակ մենակ Եզեկիային էր լսում կամ մարգարեին, մեզ էլ է լսում։ Եթե մենք մեր իրավիճակի մեջ որոշում կայացնենք, որ մեր խնդիրը տարածենք Տիրոջ առաջ, Իրանից լուծում ստանալու համար, ինքը կլսի։ Մենք գիտենք, որ իր կամքի համաձայն ինչ որ անում ենք, կամ ինչ որ աղոթում ենք, ինքը լսում է։ Դու համաձայն ես իմ հետ։ Ոնց մաքուր պահեմ սիրտս։ Մի հատ տեղ եմ առանձնացրել, մեկը չէ, երկուսը կկարդամ։ Ոնց մաքուր պահեմ, Առակաց 4-րդ գլուխ 23-27 խոսքերն են։ Ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի ելքը։ Քեզանից վանիր խափող բերանը, խնդրում եմ ուշադիր լինես։ Նենգավոր շրթունքները, աչքերդ թող առաջնային, այսինքն ծուռմուռ տեղեր չնայես, եւ քո հայացքը թող ուղիղ լինի,
Հարթիր քո ոտքերի ուղին, այսինքն անիրավ ճանապարհների մեջ չլինես։ Եվ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Աճ եւ ձախ մի խոտորվիր, ոտքդ հեռացրու չարից։ Շատ հետաքրքիր խորհուրդ է տալի։ Ասում է, տես որտեղ ես նայում, ինչ ճանապարհի մեջ ես, եւ ասում է ոտքդ հեռացրու չարից, աճ ու ձախ մի խոտորվիր։ Ու եթե հանկարծ միամիտ կգա իրավիճակ, ես ինձ համար մի հատ sense առականնման պատմություն կա, որ վերցրել եմ։ Մի մարդ շատ է սիրում նավակով ամեն առավոտյան լճի մեջ այդ իր այդ ժամանակը այդ խաղաղությունը վայելի։ Ու մի օր այդ ժամանակներից մեկի մեջ իր համար նստած է առավոտը հելել է խաղաղություն, լուսաբաց, մարդ չկար, չի խանգարում։ Մի հատ նավակ իր հետևից գալիս է, sense խփում է իր նավակին։ Այս մարդը sense որոշում է, հեսա ֆռռում եմ այս լոդկի մեջի մարդու վրա շատ խիստ ջղայնանա, որ թեխի խափանեցիր իմ խաղաղությունը։ Ֆռմա տենում է լոդկի մեջ մարդ չկա։ Սուս մտածում ասում լավ, ես հիմա ում վրա պիտի ջղայնանամ։ Հետո ինչ ա լինում։ Ինքն իր համար է վերցնում, ես էլ իրանից իմ համար եմ վերցրել։ Ասում եմ, որ մի իրավիճակ է գալի, որ գիտեմ ջղայնանամ, հեսա։ Ֆռմ եմ, ասում եմ, էս էլ է դատարկ լոդկա։ Այսինքն չեմ ջղայնանա։ Լավ էր, չէ՞։ Դրա համար որ գալիս է իրավիճակ, ասա դատարկ նավակ է։ Ինչի համար ջղայնանամ։ Տեսեք, Սաղմոս 38-ում 12-15 խոսքերն է։ Սաղմոս 2-ն հետևյալ խոսքերն ասում. Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում եւ անօրենություն են խոսում ինձ համար։ Չարիք ուզողները նենգություն են հնարում ամեն օր, բայց ես խուլի պես չեմ լսում եւ համրի նման բերանս չեմ բացում։ Ես եղա այն մարդու նման, որ չի լսում եւ որի բերանում պատասխան չկա, որովհետեւ ես ապավինում եմ քեզ, Տեր դու պիտի պատասխան տաս, ով Տեր իմ Աստված։ Տեսեք, ասма խուլի պես եղա, համրի պես եղա, ոչ խոսում եմ, ոչ էլ լսում եմ, պատասխանել չեմ տալի։ Հետո էլ ինչ ասում, կարևոր բան ասում, մենակ էդի չի, մենակ չխոսալով ու լսելով չի։ Ասма, որովհետև ես ապավինում եմ քեզ, Տեր դու պիտի պատասխան տաս, ով Տեր իմ Աստված։ Այսինքն ինքը այդ իրավիճակը պատմել է Աստծուն։ Այնպես չի, որ թաքուն իր սրտի մեջ է բայ, ինքը գնաց է պատմել է, ասել է Տեր Աստված, որոգայթ են լարում, որոգայթը դա թակարդն է։ Իմ մասին չար բաներ են մտածում, չար բաներ են խոսում, ես եկել եմ քո առաջ պատմել եմ, ես քեզ եմ սպասում, որ դու ազատես ինձ այս իրավիճակից։ Ոչ թե ես եմ գնում թուր ու թվանք անեմ, այլ սպասում եմ քո պատասխանին։ Ոչ թե ես եմ գնում իմ հարցերը լուծեմ, այլ քո առաջնորդությանն եմ սպասում, որ ինչ անեմ, ոնց այս հարցին լուծում տամ։ Որտեվ մենք գիտեք ոնց, մենք մի զաբորապատ հողամաց պատկերացրեք, մենք այդ զաբորից այնքան բան չենք տենում։ Բայց Աստված երկնքից ինչ ասես տեսնում է ու մարդու սրտեր է քննում։ Ինքը ամենակարող Աստված է։ Ես մի որոշում պիտի կայացնեի, հաչեմուչում էի անում, աղոթքիս մեջ հետաքրքիր տողեր եկավ, ես իմ համար գրի եմ առակ կիսվեմ քո հետ։ Աստծուն մի փորձի մցնես քո սահմանափակ տարածք։ Ինքը անսահման Աստված է, դուրս արի իր անսահմանության մեջ։ Այնց հարցեր կարալուծի չես պատկերացնի։ Երազում էլ չես կարող տենաս, որ ուզենաս չես կարող տենաս։ Այդ այնց հարցեր կլուծի։ Եթե քո սրտով մաքրությամբ պետքա իր առաջ կայնես, ասես ես քեզանից եմ սպասում։ Այստեղ բոլորդ էլ կունենաք իր անձնական վկայություն, իր անձնական հրաշքը, չէ՞։ Բայց շատ հաճախ գալիս է իրավիճակ, մենք մոռանում ենք դա։ Կամ sense թուլանում է, բայց մի թուլացի։ Ինքը հզոր Աստված է։ Հիսուսը մեզ երկու շատ կարևոր տեղ տվեց իմ համար։ Առաջնային բաներից մեկը երկու տեղ կա Մատթեոս ավետարան 5-րդ գլխում 8-9 խոսքերը։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն, երանի խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդի կկոչվեն։ Ամեն։ Հիմա եթե ուզում ես Աստծո որդի կոչվես, եթե ուզում ես Աստծուն տեսնես, պիտի լինես սրտով մաքուր եւ խաղաղություն անող։ Ամեն։
Տերը օրհնի քեզ շատ,